Այսօր ուզում եմ խոսեմ շատ կարևոր թեմայից, շատ սկսնակներ և թրեյդերներ ուշադրություն չեն դարձնում stavka ֆինանսիրованիային, նույն ինքը ֆանդինգը։ Նա նախատեսված է նրա համար, եթե դու գործարք ես բացում երկարաժամկետ, դու ուզում ես թեկուզ կարճաժամկետ կապ չունի 4 ժամում եք, 8 ժամում եք, նայած այդ coin-ի, նայած այդ իրավիճակին, այդքան տոկոս։ Ու եթե ձեր ֆանդինգը բացասական է, այսինքն դու բացել ես ենթադրենք Space-ի վրա գործարք, դու stavka ֆինանսիրованիայի վրա սեղմելով տեսնում ես, որ long платит short, ինչը նշանակում է, եթե շուկան լինի ակտիվ ու այդ coin-ը սկսեն վաճառել ու դու հանկարծ long բացես, ստացվում է, որ քեզ shortist-ները ավելի շատ են, չէ՞, այդ պարագայում իրանք քեզ մուծելու են հարկ։ Ու նույնն էլ հակառակը, եթե դու բացել ես շատ ակտիվ է այդ coin-ը ու մարդիկ սկսել են ակտիվ գնել ինչ-որ ցանկացած կրիպտո coin, ու եթե մարդիկ սկսեն կարեկցիաներ short-էլ բռնել, ստացվելու է, որ իրանք պարտավորվում են ձեզ հարկ մուծել։ Դրա համար շատ կարևոր մի բան, գործարք բացելուց առաջ ուղղակի հաշվի առեք ձեր ֆանդինգը։ Եթե երկարաժամկետ դուք բացեք ու ֆանդինգը լինի հակառակ, այսինքն դուք բացեք long ու լինի դրական, դուք շատ մեծ հարկեր եք մուծելու։ Դրա համար շատ ուշադրություն դարձրեք ֆանդինգին, ինչը որ մեծ հարկերից խուսափելու կարևոր